Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հարաբերությունները լրջորեն լարվել են, սիրելի բարեկամներ։ Սա շատ կարևոր թեմա է, որին պետք է անդրադառնանք, որովհետև գլոբալ փոփոխությունները անդրադառնալու են նաև մեզ։ Ինչ սև կատու է անցել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև։ Այդ սև կատուն կոչվում է ազգային անվտանգության ռազմավարություն։ Թրամփի վարչակազմը համոզված է, որ այսուհետ ԱՄՆ-ի համար սպառնալիքներ են ոչ թե Ռուսաստանը, ոչ անգամ Չինաստանը, այլ Եվրոպան, որը շեղվել է իր ավանդական ուղուց ազգային պետություններից եւ միգրացիոն հոսքերի պատճառով կորցրել է իր քաղաքակրթական դիմագիծը եւ ԱՄՆ-ի վարչակազմը կանխատեսում է, որ Եվրամիությունը քաղաքակրթական ճգնաժամ է ապրելու մոտակա տարիներին 20 տարվա կտրվածքով եւ դրա առանցքային պատճառներից մեկը համարել է հենց Եվրամիությունը որպես ինստիտուտ, բյուրոկրատական համակարգ, որտեղ ավանդական ազգային արժեքները ոտնահարված են ըստ էության գործում է վերազգային գլոբալիստական հայեցակարգ եւ պահպանողական համակարգի ջատագով Թրամփը եւ նրա համակարգը ադմինիստրացիան Եվրոպայի մեջ այսօր տեսնում է իր հակոտնյան եւ որպեսզի համոզվեք, որպեսզի ավելի պատկերավոր լինի, թե ինչի մասն է խոսքը, ես օրինակ կցուցադրեմ դες հիմա կարող եք դիտել Լոնդոնի քաղաքապետին։ Պակիստանցի է նա իսլամ դավանող եւ Սուրբ Ծննդյան արարողության ժամանակ Քրիստոսի վերաբերյալ արտասանվող խոսքը նա նույնիսկ չել ցանկանում արտաբերել։ Սա նկատի ունի Թրամփը, որ Եվրոպան կորցնում է իր քրիստոնեական ավանդական դիմագիծը եւ նաեւ ուկրաինական ճգնաժամի ֆոնին բախվել է անվտանգության այնպիսի խնդիրների հետ, որ Ամերիկան այլևս իր վրա չի ցանկանում վերցնել այդ բեռը։ Թրամփը հռչակում է, որ առաջնային ԱՄՆ-ի շահերն են, եւ այսուհետ ԱՄՆ-ն առաջնորդվելու է ոչ թե դեմոկրատիայի արժեքների վերաբերյալ քարոզներով, այլ բացառապես սեփական արժեքներով։ Հստակ գծվում է, հստակ ասվում է, որ կապ չունի երկիրը ժողովրդավարական է, դիկտատորական է թե ինչական է։ ԱՄՆ-ն գործելու է բացառապես իր ազգային շահերով այլ երկրների հետ հարաբերություններում։ Եվ Եվրոպան այլևս թուղույց չունենա, որ ԱՄՆ-ն ամեն ինչ թողած իր հարկատուների իր բարեկեցության ու անվտանգության հաշվին հանուն դեմոկրատիայի գալու է պաշտպանի Եվրոպային, պաշտպանի Ուկրաինային։ Թրամփը նույնիսկ առանձին դեպքում հպարտանում է, որ ի տարբերություն Բայդեն ինքը ոչ մի լումա հենց այնպես չի ծախսել Ուկրաինայի վրա, այլ հակառակը սկսել է գումար աշխատել։ Եվ մենք ականատես ենք լինում, որ իսկապես առաջանում է քաղաքակրթական բախում եւ տարօրինակը գիտեք ինչն է, որ միգրանտների շնորհիվ ստեղծված ԱՄՆ-ն այսօր Եվրոպային մեղադրում է միգրացիոն ճգնաժամի մեջ։ Իհարկե ԱՄՆ-ում էթնիկ հողի վրա չկա ինքնություն ի տարբերություն Եվրոպայի եւ եթե մենք անկեղծ լինենք, Ամերիկան ստեղծվել է ի հեճուկս Եվրոպայից արտագաղթած, Եվրոպայից հոգնած, զզված, Եվրոպայում ճնշված մարդկանց կողմից։ Երբ Եվրոպայում թագավորություններ էին, կայսրություններ, եկեղեցու գերիշխանություն, նրանց կողմից հարստահարված, կեղեքված, ճնշված մարդիկ գաղթել են Ամերիկա, ստեղծել ազատ պետություն, նոր աշխարհ։ Եվ կարելի է ասել, որ ԱՄՆ-ն իր դերում է նույնպես այսօր փորձելով հակադրվել Եվրոպայի քարացած նորմերին։ Առաջնային մենք կարող ենք թվարկել ինչ է ասում այդ անվտանգության ռազմավարության մեջ, որ արդեն նշեցինք, որ հենց այնպես իր ազգային շահերի հաշվին չի գալու Եվրոպային պաշտպանի Ուկրաինայից սկսած մինչև Բալթյան երկրներ։ Երկրորդը, նա Թրամփը նրա վարչակազմը մեղադրում է Եվրոպային թույլ կոալիցիոն կառավարությունների մեջ, ընդհանրապես թույլ իշխանություններ ունենալու մեջ, որ նույնիսկ ժողովրդի կողմից ուղղակիորեն ընտրված չեն։ Օրինակ Եվրահանձնաժողովը, եթե Եվրախորհրդարանը ընտրվում է, բայց չունի լիազորություններ, հիմնական որոշումներ կայացնողները Եվրամիությունում Եվրահանձնաժողովն են ու ԵՄ խորհուրդը, որոնք անկախ են ժողովրդական ընտրություններից, հենց սա է համարում Թրամփը ժողովրդավարության խնդրեմ եւ մեղադրում Եվրամիությանը չափազանց բյուրոկրատական լինելու, ապազգային լինելու, եվրոպական երկրների շահերը անտեսելու եւ եվրոպացիների բուն շահերը անտեսելու հաշվին աշխարհակաղակական ավանտյուրաների մեջ մտնելու, ինչպիսին Ուկրաինան է։ Եվ հետաքրքիրն այն է, որ Թրամփը այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ ընդհանրապես Ռուսաստանին չեն էլ մեղադրում։ Եվ երրորդ կետը, որ քննադատության թիրախ է հանդիսացել միգրացիոն քաղաքականությունն է Աֆրիկայից եւ Մերձավոր Արևելքի գաղթականների տեսքով եւ կանխատեսում է ազգային անվտանգության ռազմավարության մեջ Թրամփը կարելի ասել, որ եվրոպական քաղաքակրթությանը վտանգ է սպառնում ոչնչացման։ Չորրորդը վերաբերում է ռուս-ուկրաինական հենց պատերազմին
Եվ այս հակամարտության մեջ ռազմավարության մեջ նույնիսկ քննադատվում է Եվրամիությունը ինչի համար ցինիզմի մեջ է մեղադրվում, որ անունով արգելել են ռուսական գազի ներմուծումը, բայց Չինաստանում, քանի որ հիմնական եվրոպական արտադրությունները հենց գերմանական գտնվում են Չինաստանում, Չինաստանը ներմուծում է ռուսական գազ եւ ըստ էության եվրոպական արտադրանքը արտադրվում է ռուսական գազով։ Եվ ԱՄՆ-ն մեղադրում է Եվրոպային ցինիզմի մեջ, որ բուն Եվրոպայում հրաժարվել են ռուսական գազից, բայց Չինաստանում իրենց արտադրանքը կառուցում են ռուսական գազով։ Եվ ընդհանրապես ԱՄՆ-ի ռազմավարության մեջ ազգային անվտանգության ցանկալի չի համարվում ՆԱՏՕ-ի ընդլայնումը, Եվրամիության ընդլայնումը եւ պատահական չէ, որ Ռուսաստանի կողմից այն դրական արձագանքի արժանացել։ Իսկ ինչպես են արձագանքել եվրոպացիները։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը բոլորին հայտնի ուղիղ ասել է, որ ԱՄՆ-ն չպետք է խառնվի Եվրամիության ներքին գործերին։ Սա ուշագրավ է, որովհետև Եվրամիությունն ինքը փորձում է դեմոկրատիան պաշտպանելու անվան տակ բազմաթիվ երկրների ներքին գործերին միջամտել, նույնիսկ աջակցել այնտեղ գունավոր հեղափոխություններին, ֆինանսավորել ուղիղ, այսպես կոչված Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարելու, ինչպես Մոլդովան էր վերջին շրջանում, դե Ուկրաինան դրած հայտուն օրինակն է։ Փաստորեն Եվրամիությունում նեղսրտել են, որ ԱՄՆ-ն նման վերաբերմունք ունի, բայց միաժամանակ չեն ցանկանում ԱՄՆ-ին նեղացնել, վիրավորել, գժտվել, հայտարարում են, որ ԱՄՆ-ն թող չխառնվի Եվրոպայի ներքին գործերին, բայց այնուամենայնիվ շարունակում է մնալ որպես գլխավոր ռազմաքաղաքական դաշնակից։ Հիմա ինչ է ստացվում, որ Եվրամիությունը այլևս պետք է հույսը դնի իր վրա եվրոպական պետությունները, ԱՄՆ-ն ուղիղ հայտարարում է, որ վերադառնում է ռեալիստական միջազգային հարաբերությունների ռեալիստական մոտեցմանը, այլևս ոստիկանի, ժանդարմի դեր չի կատարելու աշխարհում, չի սովորեցնելու ուրիշ ազգերին ժողովրդավարություն, այլ փոխադարձ շահերի ազգային շահերի իման վրա, համագործակցելու բոլորի հետ, այդ թվում Ռուսաստանի, չնայած Մերձավոր Արևելքում հիմնական թիրախ դեռևս համարվում է Իրանը, բայց այնուամենայնիվ նույնիսկ նշվում է, որ Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը որպես գերտերություն նույնպես ցանկանում է նվազեցնել։ Այստեղ որոշակի մեսիջներ մենք կարող ենք ստանալ եւ այն մարդիկ, ովքեր հույսները դրել են, որ հանուն ժողովրդավարության, մեր ժողովրդավարական երկրի եւ վարչապետի արեմուտքը կգա եւ մեզ կփրկի գիշատիչներից, տարածաշրջանից, խուլերից եւ դիկտատորներից, դրանք սին հույսեր են եւ ԱՄՆ-ն ուղիղ տեքստով, սիրելի բարեկամներ, բոլորին ասում է, որ այսուհետ աշխարհը կառուցվել է ուժերի բալանսի կոնցեպցիայի հիման վրա, Մոնրոյի կոնցեպցիայի, այլևս միաբևեռ աշխարհակարգը գոյություն չունի եւ ԱՄՆ-ն ընդունում է դա եւ վերադառնում 19-20-րդ դարերի ուժերի հավասարակշռության, ուժերի բալանսի վրա կառուցված ռեալիստական միջազգային հարաբերություններին։ Սա է հիմնական խնդիրը, որ առաջացել է եվրոպացիների մեջ, եվրոպացիները ավելի շատ գլոբալիստական աշխարհակարգով են ցանկանում հարաբերությունները կարգավորել, ինչը առաջացրել է նաև ճգնաժամ Ուկրաինայում։ Եվ ստացվում է այնպես, որ եվրոպական երկրները այսուհետ պետք է ինքնուրույն իրենց անվտանգությունը փորձեն ապահովել, մեծացնել ռազմական ծախսերը, իսկ դա նշանակում է, որ օբյեկտիվորեն Եվրամիության ընդլայնումը դեպի արևելք, աղքատ պետություններ ներառելու հաշվին մեծ հավանականությամբ կանգ կառնի, որովհետև այսուհետ Եվրոպան ավելի շատ պետք է մտածի իր մասին, քան իր հարևանների։ Սա այն հիմնական հետևությունը, որ կարող ենք անել, տնտեսական խնդիրները նույնպես խորանում են Եվրամիությունում, այս սանկցիոն պատերազմը փոխադարձ ինչպես վնասել է Ռուսաստանին, ընկերպ վնասել է նաև Եվրոպային, շուկաների համար պատերազմը հանգեցրել է փոխադարձ կորուստների եւ մենք հիմա արձանագրում ենք մի իրողություն, որ ուկրաինական պատերազմը Թրամփի միջնորդությամբ չդադարեց։ Եվ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն է հայտարարել, որ մեծ հավանականությամբ կարող է նույնիսկ պատերազմ լինել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև մինչև 2030 թվականը, ինչը վատ հայտարարություններ են, շատ վատ պեսիմիստական հայտարարություններ են, բայց դրանք կան այսօր։ Դրանք նախազգուշացումներ են, հետագա սրացումների։ Եվ Զելենսկին եվրոպացիների աջակցությամբ փաստորեն հրաժարվեց Թրամփի հերթական միջնորդությունից, գնալ զիջումների, ասաց, որ դա պետք է հանրաքվեով լինի, բայց հանրաքվեն բնականաբար նշանակում է, որ թե ուկրաինական ժողովուրդը դեմ կլինի տարածքային զիջումներին բնականաբար, դա նաև կերկարացնի process-ը, ինչ առաջացրել է թե ԱՄՆ-ի, թե Ռուսաստանի դժգոհությունը։ Պաշտոնապես Սպիտակ տունն ասաց, որ Թրամփը հոգնել է թե Ուկրաինայից, թե Ռուսաստանից։ Այսինքն այն առումով, որ կոնֆլիկտը ոչ մի ձև չի լինում կանգնեցնել եւ լուծում գտնել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս հայտարարեց, որ հրաման է տվել շարունակել ռազմական գործողությունները։ Ցավոք սրտի կոնֆլիկտը եւ ճգնաժամը շարունակվում է եւ ԱՄՆ-ի նախազգուշացումները ինձ թվում է
տեղին են եւ օբյեկտիվ, որովհետեւ եթե եվրոպական էլիտան շարունակի իր ամբիցիոզ քաղաքականությունը եւ հաշվի չառնի, որ արդեն 2 միլիոն զոհ է տվել ուկրաինական հակամարտությունը բոլոր կողմերից, մեծամասամբ իհարկե ուկրաինացիք են զոհեր տվել։ Եվ այս մսաղացը շարունակել ի վերջո կարող է Եվրոպայի ներսում բերել ճգնաժամերի։ Հանգեցնել մի իրավիճակի, որ այդ հակամարտության աշխարհագրությունը մեծանա։ Իրավիճակը հանգեցրել նրան, որ փաստորեն ձևավորվում է ԱՄՆ-Ռուսաստան կոմպրոմիս ընդդեմ Եվրոպայի։ Սա կարող է թվալ տարօրինակ, բայց իրականում երկու համաշխարհային պատերազմ է եղել եւ երկուսում էլ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը եղել են դաշնակիցներ ընդդեմ եվրոպական որևէ պետության եւ հիմնականում Գերմանիայի։ Ստացվում է, որ երրորդ համաշխարհային պատերազմ, եթե սա փորձենք անվանել, նույնպես կառուցվում է այդ տրամաբանությամբ։ Եվրոպական որևէ կենտրոնի չափազանց ամբիցիոզ հավակնությունները բերում են ճգնաժամ եւ Եվրոպայից ըստ էության դիստանցավորված երկու գերտերություններ, էլ կրկին անդրազգային պետություններ, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, դիմադրում են դրան եւ ստեղծում են կոալիցիա դրա դեմ։ Մենք կհետևենք զարգացումներին, դրանք շատ կարևոր են, վերաբերում են մեր տարածաշրջանին նույնպես, ազդելու են մեր վրա եւ դասայս մեր հաղորդման այն է, որ բոլոր եվրոօպտիմիստները, ովքեր հույս ունեն, որ հանուն ժողովրդավարության արևմուտքը, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, կլինի Թրամփի ուղու անվան տակ թե ինչ, գալու են այստեղ եւ պաշտպանեն ընդդեմ դիկտատուրայի, ավելորդ հույսեր չունենան։ ԱՄՆ-ն գործելու է բացառապես իր տնտեսական շահերի տրամաբանությամբ, եւ եթե իր տնտեսական շահերը դեմ եղան որևէ բանի, նա չի զոհաբերելու դեմոկրատիայի համար իր տնտեսական եւ ֆինանսական հնարավորությունները։ Սա է ռեալիստական այն ուղերձը, որ ԱՄՆ-ն այսօր ուղարկում է, եւ լավ կլինի, որ պետությունները եւ ժողովուրդները, հասարակությունները փորձագետները վերադառնան այդ իդեալիստական, գաղափարաբանական ֆանտազիաներից իրականություն։ Մենք հետևենք իրադարձություններին եւ կհանդիպենք առաջիկայում։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք, որովհետեւ հետո ավելի հետաքրքիր է լինելու։